Այն աթոռին ոչ մեկը, այս աթոռներին շատ շատեր է։ Վիկտոր Համբարձումյանի աթոռին նստելու իրավունք ոչ ոք չունի, նույնիսկ զգուշացում են փակցրել, որ հյուրերից էլ պաշտպանված լինի։ Բյուրականի աստղադիտարանի տնօրենը աշխարհահռչակ աստղաֆիզիկոսի սենյակի ամեն դետալի պատմությունը գիտի։ Լամպն ու ավազե ժամացույցը Համբարձումյանի աշխատանքային սեղանին են արդեն մի քանի տասնամյակ։ Ինձ բոլորովին հարազատ չէ, այսինքն մաքրության տեսակետից, բայց ինքը սեղանը շատ հարազատ է, որովհետև այստեղ Համբարձումյանի ժամանակվանից մնացել են մի շարք մաներ, այս լամպը, այս ավազի ժամացույցը, այս խոշորացույցները։ Աշխատանքային սեղանը կարգի բերել Համբարձումյանի նման չսովորեց, բայց սովորել է նրա նման մաքուր պահել աշխատանքային հարաբերությունները, համեստ, բայց պահանջկոտ լինել։ Հայկ Հարությունյանը աստղաֆիզիկոսի սենյակում է ամփոփում վերջին տարիների կատարած աշխատանքը, հաշվետու է նաև Համբարձումյանի առաջ։ Աստղագիտության ոլորտի Հայաստանի այցեքարտը 70 տարեկան է։ Տնօրենն ասում է, իրենց առջև դրած խնդիրներն իրականացրել են։ Երկու բան ենք փորձում ապահովել։ Առաջինը Հայաստանում որպես գիտակրթական կենտրոն, որը այսպես թե այնպես ապահովում է արդեն ազգային արժեքի կարգավիճակի ստացումով եւ տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակը, որը անցյալ տարվանից արդեն գոյություն ունի եւ կա։ Բյուրականի աստղադիտարանում 42 գիտնական է աշխատում, նրանց աշխատավարձը ավելի քան 90,000 դրամ է, բայց հավելյալ գումարել են ստանում միջազգային տարբեր ծրագրերից ու ֆոնդերից։ Աշխատավարձը հնարավոր դարձավ ավելացնել կառավարության հատկացրած միջոցների շնորհիվ։ Բյուրականի աստղադիտարանը տարեկան 240 միլիոն դրամ է ստանում, գումարը վերջին 3 տարում ավելացել է 4 անգամ։ Ավելի մեծ բյուջեի շնորհիվ ինքնուրույն արդեն կարողանում են թարմացնել գիտատեխնիկական բազան։ Վերականգնվել է աստղադիտարանի խոշորագույն 260 սանտիմետրանոց Շատ հնացել էր եւ չհնարավոր չէր, մի հատ զավեշտալի բան ասեմ, որ մի անգամ ես ինչ-որ մաս էի փնտրում էլեկտրոնային, որ ինտերնետում սկսեցի փնտրել, ընդդեղից եկավ, որ այդ մասը կա միայն էլեկտրոնային ռարիտետների թանգարանում։ Դիտակի հայելին 30 տարի չէր ալյումինապատվել, դարձել էր թափանցիկ, այն վերականգնվել է, փոխվել է նաև ղեկավարման համակարգը, անալոգայինից դարձել է թվային։ Ստեղծվել է ծրագրային համակարգ, որով դիտակը ղեկավարվում է մեկ համակարգչով։ Մենք ավելի թույլ օբյեկտներ կարողացանք հետազոտել։ Մյուս կողմից եւ այդ ղեկավարման համակարգը, որ փոխվեց թվայինի, նա ավելի ճիշտ է տանում դիտակը հետևում աստղին։ Առաջիկայում ամբողջապես նորոգվելու է նաև Շմիդտի 1 մետրանոց դիտակը։ 70-ամյա կառույցը նաև բարելավում է շենքային պայմանները։ Սեպտեմբերին հոբելյանական միջոցառումների ընթացքում աստղադիտարանը ավելի բարեկարգ կներկայանա հյուրերին։ Նազելի Գրիգորյան, Խաչատուրի Էսան, ժամը լրատվական։